Ապրիլի 23-ին լեփլեցուն է լինելու Հանրապետության հրապարակը, հազարավոր ջահագիրներ ու քաղաքացիներ երթով կգնան Ծիծեռնակաբերդ։ Սա սովորական հիշատակի արարողություն չէ, այն մեր արդար պահանջատիրության, մեր ազգային ինքնագիտակցության եւ պատմական հիշողության արտահայտությունն է։ Եղեռնի 111 տարելիցին ամենալուսավորն է լինելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը։ Դաշնակցական երիտասարդների խոսքով դեպի հուշահամալիր երթը ամենաչնչին բանն է, որ պետք է անել աշխարհին հիշեցնելու մի ամբողջ ժողովրդի ցեղասպանությունը։ Այն ջահերը, որոնք մենք բարձրացնում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, դա սովորական կրակ չէ, այն մեր ցավն է, մեր հիշողությունն է եւ մեր արդար պահանջն է։ Պետության աննախադեպ լռության ֆոնին ջահերով երթի այս տարվա կարգախոսն է պայքարը շարունակվում է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի միակ նպատակը Հայաստանի կործանումն է, ասում են երիտասարդները։ Իրենք իրենց մեծերից են լսել, որ նրանց հետ համերաշխություն երբեք չի կարող լինել։ Պայքարը շարունակվում է հանուն արդարության, հանուն հատուցման, հանուն ճանաչման։ Կարգախոսների մի մասն է մեկ դատ, մեկ պայքար, այսինքն խոսքը գնում է հայ դատի մասին, որ միջազգային հանրությունը, ինչպես նաև Թուրքիան իմանան, որ Հայաստանում դեռևս հիշում են դա, չի մոռացվել։ Մեկ դատ, մեկ պայքար շապիկներով ու պաստառներով իրազեկման ակցիաներ են սկսել ՀՅԴ երիտասարդները։ Ուրախ են, որ շատ հայրենակիցներ անտարբեր չեն։ Շատ մասնակիցների քանակը ուժի ցուցադրություն է, այսինքն որքան շատ մարդ է մասնակցում, որքան շատ մարդ է ջահը բռնած դեպի Ծիծեռնակաբերդ երթը տանում, երթին մասնակցում, այնքան ավելի պատկերը ամեն ինչը հզոր է։ Ամեն օր հարյուրավոր երիտասարդներ են հայտագրվում, զանգում, որ ուզում են ջահագիրներ դառնալ, ասում են թույլ չեն տալու, որ պատմական ապրիլը սովորական դառնա։ Մեր երթի նպատակը նաև մեր թշնամիներին եւ միջազգային հանրությունը ցույց տալն է, որ հայ մարդը այս իրավիճակի հետ, պատմական անարդարության հետ չի համակերպվել։ Իրազեկման ակցիայի մասնակիցներն ակնկալում են, որ ջահագիրների թիվը անցնելու է 1000-ից, դրա համար հայրենակիցներին են դիմում։ Ապրիլի 23-ին ժամը 20:00-ին մի մարդու պես Հանրապետության հրապարակում հավաքվել ու ջահերով քայլել, իսկ մտքում իրենց պայքարի կարգախոսը։ Աննա Գյուռնազարյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։